Բարև ձեզ սիրելիներս, ամառային հեշտ համեղ ճաշատեսակի բաղադրատոմս եմ բերել ձեզ համար եւ առաջարկում եմ, որ դուք էլ պատրաստեք։ Որպես առաջին գործողություն թավան դնում ենք կրակի վրա, ավելացնում բուսայուղ եւ տապակում ենք հավի բդիկները։ Մինչ միսը տապակվում է, այդ ընթացքում սմբուկը մի փոքր կեղևազրկում ենք եւ կտրտում այնպես, ինչպես ցույց է տրվում տեսանյութում։ Այնուհետև սմբուկը կտրտելուց հետո տեղափոխում ենք թասիկի մեջ, ավելացնում աղ եւ սառը ջուր, դնում մի կողմ։ Միսը տապակվելուց հետո վերցնում ենք կրակի վրայից, այնուհետև անցնում ենք մեր մյուս գործողություններին, վերցնում ենք պղպեղը, կտրտում ենք այնպես, ինչպես ցույց է տրվում տեսանյութում, կամ կարող եք կտրտել այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում։ Մաքրում եւ հեռացնում ենք բոլոր սերմերը եւ կտրտում։ Սոխը կտրտում ենք կիսալուսնաձև, այս ճաշատեսակի համար 2-3 գլուխ սոխը բավական է։ Բանջարեղենները կտրտելուն զուգահեռ տապակում ենք նաև սմբուկը։ Այս ճաշատեսակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է նաև 1-2 լոլիկ։ Լոլիկը կեղևազրկում ենք եւ կտրտում այնպես, ինչպես ցույց է տրվում տեսանյութում։ Բոլոր բաղադրիչներն արդեն պատրաստ են եւ կարող ենք անցնել բուն գործողությանը։ Մի փոքր տապակում ենք սոխը, այնուհետև ավելացնում ենք 1 ճաշիկ թալ տոմատի մածուկ։ Նորից խառնում ենք, այնուհետև տեղափոխում տապակի մեջ արդեն կտրտված լոլիկը։ Բոլոր նոր բաղադրիչներն ավելացնելուց հետո մի փոքր խառնում ենք տապակում, այնուհետև ավելացնում հաջորդ բաղադրիչը։ Ահա ավելացրեցինք նաև լոլիկը, որից հետո ավելացնում ենք համեմունքներն ու աղը, այնուհետև ավելացնում ենք կտրտած պղպեղը։ Երբ սոխը, պղպեղը եւ լոլիկը մի փոքր շոգի խաշվում են, հետ ենք վերադարձնում տապակի մեջ միսը եւ սմբուկը։ Կարող ենք ձևավորել այնպես, ինչպես ես եմ անում, կարող ենք ուղղակի տեղափոխել տապակի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք 200 մլ ջուր, փակում կափարիչը եւ թողնում, որպեսզի եփվի 10-15 րոպե։ Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից։ Ավելացնում ենք մանր կտրտած սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ, իմ մոտ սամիթ է եւ ռեհան, ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաեւ մաղադանոս եւ վերջ, մեր համեղ ճաշատեսակն արդեն պատրաստ է, կարող եք մատուցել։ Բարի ախորժակ։ Չենք մոռանում նաեւ բաժանորդագրվելու եւ տեսանյութը հավանելու մասին։ Այսօր այսքանը, ցտեսություն։